ադրբեջանցիներն արդեն մեր երկրում որոշում են, թե էներգետիկ համակարգը ինչպես պետք է գործի, որի ցենտրով չի գնացել քաղաքական ուժերին ձայն տվել, որպեսզի վերականգնեն սոցիալիստական կարգերը։ Ադրբեջանի անունից են սկսում արդեն խոսել, կարծես թե Ադրբեջանի փաստաբաններն են այստեղ նստած, իրենք ցանկանում են ոչ թե որոշակի հարցեր կարգավորել, խնդիրները վեր հանել, այլ առհասարակ եկեղեցու անվան հետ կապել ամենակեղտոտ պատմությունները։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, մարտական եղբայրություն միաբանության գրասենյակում ենք։ Պատմական շաբաթ հաղորդման շրջանակներում միաբանության դիրքորոշումը կներկայացնի միաբանության ազգային հեղափոխություն կուսակցության անդամ Մասիս Շիրոյանը, իսկ հաղորդումը կվարեմ ես, միաբանության անդամ Աննա Սարգսյանս։ Ողջույն Մասիս ջան։ Բարև Աննա ջան։ Ինչպես տեսանք, ազգային ժողով ներկայացվեց կառավարության հնգամյա ծրագիրը, որտեղ խոստացվում է 125,000 նոր աշխատատեղերի ստեղծում, մինչև 2031 թվականը թրիփի երկաթուղու գործարկում, Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցում, զարգացում եւ խորացում, ինչպես նաեւ Թուրքիա, Ախուրիկ, Երևան, Նախիջևան երկաթուղու կառուցում եւ վերագործարկում։ Նրանք հիշեցնում են նաեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդներին փոխելու իրենց ծրագրի մասին, որտեղ ուղիղ նշվում է կաթողիկոսին հեռացնելու ծրագրի մասին։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ժամ կարող է աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվել։ Միթե կարելի է նման հնգամյա ծրագրի շուրջ վեճեր եւ տարաձայնություններ ունենալ։ Նախ պետք է մեր հայրենակիցներին ներկայացնենք, թե ինչ է ներկայացնում կառավարության հնգամյա ծրագիրը, այսինքն ինքը տենց օդից վերցրած ինչ որ ծրագիր չի, որը որ գործ ունի մեր պետության դրան նախորդող քաղաքականության եւ սպասվելիք մարտահրավերների հետ, այսինքն երբ որ քաղաքական թիմերը գալիս են ընտրության, իրենք գալիս են իրենց կարելի ասել հնգամյա միջնաժամկետ ծրագրերով են գալի ներկայանում հանրությանը 5 տարի առաջիկա 5 տարիների կամ չգիտեմ կանխատեսվող, եթե իրենք ցանկանում են եւս մեկ անգամ ընտրվել 10 տարիների ծրագրերով։ Հիմա մենք բացի այս քաղաքական ծրագրերից, քաղաքական ուժերի մենք ունենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ծրագիր։ Այս ծրագիրը երկու անգամ է ընդունվել, մի անգամ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ, որը ակտուալ է եղել մինչև 2020 թվականի հուլիսի 10-ը։ Հուլիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մինչև պատերազմը ընդունել է ազգային անվտանգության ռազմավարության ծրագիր եւ առհասարակ կառավարության ծրագրերը պետք է բխեն այս ազգային անվտանգության ռազմավարության ծրագրերից։ Երբ որ բացում ենք այդ փաստաթուղթը, իմիջիայլոց մեր քաղաքական ուժերից շատ քչերն են կամ կարելի ասել 1-2-ն են, որոնք ժամանակ առ ժամանակ հիշատակում են անում այդ ծրագրին, պետք է սրանից բխի։ Իսկ երբ որ բացում ենք այդ ծրագիրը, մենք տեսնում ենք, որ այն քաղաքական հայտարարությունները ու այն պլանները, որոնք որ ցանկանում են իրականացնել, դրանք շատ դեպքերում հակադրության մեջ են մտնում մեր կառավարության ներկայացրած ծրագրին։ Հետևաբար կառավարության ներկայացրած ծրագիրը կարելի է ասել խնդիր է եւ ազգային անվտանգության հարց է։ Նախ սկսենք նրանից, որ օրինակ դեռ 2008 թվականից մեր երրորդ նախագահի ընտրվելու ժամանակ ծրագիր կար, որ պետք է օրինակ կառուցվեր նոր ատոմակայան։ Այդ նոր ատոմակայանը չկառուցվեց։ Այս իշխանությունները նույնպես շարունակեցին եւ 2020 թվականին օրինակ իրենց այդ ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում նշված է, ես կարող եմ կարդալ նաև, որ թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը։ 7-րդ կետի 29-րդ ենթակետն է, ասում է էներգետիկ անկախության եւ անվտանգության ապահովման համատեքստում մենք նաեւ հետամուտ ենք լինելու ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացմանը, մասնավորապես Հայաստանում նոր միջուկային էներգակիրների կառուցմանը, այսինքն նոր ատոմակայանի կառուցման մասն է խոսք գնում։ Երբ որ մենք նայում ենք կառավարության ծրագրին, մենք տեսնում ենք, որ սրա մասին խոսք չկա, ոչ միայն խոսք չկա, այլ նաև Ադրբեջանի նախագահի կողմից
վերջերս տված այդ հարցազրույցում ինքը ասում է, որ 2036 թվականին Հայաստանը կփակի ատոմակայություն ունենա էներգետիկ ճգնաժամ, որը որ պատրաստ է մեզ աջակցելու իրենք, այսինքն Ադրբեջանը պատրաստ է աջակցելու, որպեսզի մենք դուրս գանք էներգետիկ ճգնաժամից։ Հիմա նման կարևորագույն հարցերի շուրջ իրենք ծրագիր չեն ներկայացնում, իրենք աշխատանքներ չեն ցանկանում իրականացնել։ Երկրորդը, ռազմավարության ծրագրում այս 5-րդ կետում է արդեն կա Հայաստան սփյուռք համայնքականության ձևավորումը, այս կետը կա ու այս կետը 10 կետանոց 10 ենթակետ ունի։ Իրենք սրա մասին էլ առհասարակ խոսք չեն տանում, հարց չեն առաջացնում։ Հիմա մենք տեսնում ենք, որ իրենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնալիք են իրենց իսկ ծրագրով, բայց այս անվտանգության ռազմավարությունն էլ է, սա էլ է իրենց մշակած, այսինքն իրենք իրենց իսկ ձևավորած, կարելի ասել, սահմանումներով ու օրենքներով դառնում են մեր պետության համար վտանգ։ Դրա համար օր առաջ պետք է ձևավորել ընդհանուր ճակատ, ընդհանուր բևեռ, որը որ զերծ կլինի առհասարակ պարլամենտական ուժերից եւ այդ ընդհանուր բևեռով պետք է պայքարել այսօրվա ձևավորված իշխանության, երբ որ ես ասում եմ իշխանություն, նկատի ունեմ նաեւ ընդդիմության, պարլամենտական ընդդիմության, սրանց հեռացնելու հետ կապված, որովհետեւ իրենք համատեղ մեր պետությունը տանում են թուլացման ու կազմալուծման։ Հիշեցնենք, որ առաջիկայում նաև սպասվում են հանրաքվե, սահմանադրական հանրաքվե, եթե հանրաքվեն հետաձգեն, իրենք որոշակի օրենքներ են ցանկանում ընդունել, որը որ սպառնալիք է լինելու։ Իսկ այս ծրագիրը ինչը որ իրենք ներկայացնում են 125,000 նոր աշխատատեղ, սա քաղաքական ծրագրերի հետ կապված չի, իրենց չեն ասում աշխատատեղ կառուցեք։ Իրենց պետք է ուղղակի պետությունը որպես այդպեսին պետք է պայմաններ ստեղծի բիզնեսի ներգրավման համար, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն։ Սա սովետական միությունը չէ ու պետությունը չի որոշում թե ինչ աշխատատեղեր պետք է ստեղծեն։ Պետությունը միջավայր է ստեղծում, հնարավորություն տալիս ազատ է թողնում տնտեսությանը, որպեսզի տնտեսությունը կարողանա շնչել։ Իսկ իրենք վերցրել են խորհրդային մոդելը։ Սա նաև քարոզարշավի ժամանակ մենք տեսել ենք 300,000 աշխատատեղերի մասին ուժեղ Հայաստանի հայտարարությունները, մի մոդել են իրենք առաջարկում, դա սովետական մոդելն է, որը որ պլանային է, որը որ վերևից ներքև պետությունը որոշում է, բայց դա առաջարկում է միլիարդատիրոջ ուժը։ Ու զարմանալի է, եթե նման կարգեր գործեին, իրենք միլիարդատեր չէին դառնա։ Իրենք դարձել են միլիարդատեր ու իրենք մեզ քարոզում են սոցիալիստական կարգեր։ Սա ազատ պետությանը հակասող բան է։ Իսկ ինչ են անում իրենք, որպեսզի այդ պայմանները ստեղծվի տնտեսություն զարգացնելու համար, անում են լրիվ հակառակ քայլեր, այսինքն իրենք բիզնեսը փորձում են ամեն կերպ ճնշել, ամեն կերպ փորձում են պետության կարգավորումները շատացնել, պետության միջամտությունը շատացնել բիզնեսում, նաև փորձում են գործարարներին հալածել, այսինքն քաղաքական հայացքների պատճառով կարող են գործարարներին ունեզրկել։ Մենք դա տեսնում ենք Ծառուկյանի պարագայում, ու սա չթվա, որ մենք Ծառուկյանի փաստաբան ենք, փորձում ենք Ծառուկյանի հանցավոր արարքները արդարացնել, բայց այս պարագայում ակնհայտ է, չէ՞ որ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է, չգիտեմ որտեղից է պատվերը եկել, ինչ պլաններ կան, չգիտեմ կապիտալի վերաբաշխում է գնում կամ ինչ որ մի հատ դրսից ինչ որ մի այլ գործարարի համար նպաստավոր պայմաններ են ստեղծում, փորձելու են Ծառուկյանի կապիտալը տան այլ բիզնեսմենի, նույն կերպ իրենք վարվեցին Հեցի հետ, որի հետ շատ համերաշխեր ուժեղ Հայաստանը, ինքը նույնիսկ իրենց լիդերը հայտարարեց, որ ինքը թքած ունի Հեցի վրա, դրանից հետո պարզվեց, որ ադրբեջանցիներն արդեն մեր երկրում որոշում են, թե էներգետիկ համակարգը ինչպես պետք է գործի։ Այս գործողությունները իրականացնելով իրենք ասում են, մենք նոր աշխատատեղեր ենք ստեղծելու եւս 125,000։ Ինչ ձևի պետություն եք դուք ցանկանում կառուցել, այստեղ է հիմնական հարցը։ Ցանկանում եք կառուցել սոցիալիստական պետություն, այդ փիլիսոփայությամբ ու այդ տրամաբանությամբ, ու արդյոք մեր քաղաքացիները ցանկանում են սոցիալիստական կարգերի վերականգնում, արհեստական դեֆիցիտ կամ չգիտեմ վատ կառավարում, կոռուպցիոն մեծ ռիսկեր,
իրենց ներկայացրած քաղաքական ծրագիրը եւ կառավարության ծրագիրը հակասում է այն տրամաբանությանը ու այն կարելի ասել ձգտումներին, որն ունի հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, հայ ընտրողը։ Ես կարծում եմ, որ որևիցե ընտրող չի գնացել քաղաքական ուժերին ձայն տվել, որպեսզի վերականգնեն սոցիալիստական կարգերը, որպեսզի պետությունը մեծ լծակներ ունենա քաղաքացիների վրա ու փորձի ճնշել տնտեսությունը։ Թրոցիկ խոսեցինք իմ հաջորդ հարցի մասին, բայց կուզենամ ավելի մանրամասն։ Առաջիկայում Հայաստանը շատ կարևոր որոշում պիտի կայացնի իր էներգետիկ ինքնաբավարարվածության առումով։ Ճիշտ է, նախորդ շաբաթ Ալիևը առաջարկ հոխորտանք հայտնեց, բայց այդ ամենը մնաց իշխանության եւ կառավարության գզվռտոցի արանքում, բայց սա շատ լուրջ հարց է, որը պետք է իր լուծման ուղին գտնի։ Հետաքրքիր է, որ մենք նախորդ շաբաթ դրա մասին խոսեցինք եւ լրագրողներից մի երկուսը հարց տվեցին Նարեկ Կարապետյանին այդ ընթացքում, բայց ամեն ինչ օդում մնաց։ Նարեկ Կարապետյանը հայտնում է, որ 2 ամիս առաջ, այսինքն ընտրությունների փուլում իրենք իմացել են, որ ադրբեջանցի էներգետիկայի մասնագետները եկել են Հայաստան ու որոշել են, թե էներգետիկ համակարգը ինչպես պետք է կառուցենք մենք։ Հիմա հարց առաջանում իրենք ընդդիմությունը, իրեն հռչակած ընդդիմությունը ուժեղ Հայաստանը, ինչու է հայ ժողովրդից գաղտնի պահել եւ հանցավոր համաձայնության եկել Ալիևի եւ Փաշինյանի հետ։ Ինչ ընդհանուր իրենք շահեր ունեն, որ հայ ժողովրդի թիկունքում նման պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Եվ արդյոք Փաշինյանը օրինակ նույնքան ձայն կհավաքեր, ինչքան որ հավաքել, եթե ուժեղ Հայաստանի ղեկավարությունը հայտարարեր, որ Հայաստանում են գտնվում ադրբեջանցի մասնագետները եւ փորձում են մեր էներգետիկ համակարգը վերցնել իրենց ձեռքը, որովհետեւ երբ որ իրենք գալիս են Հայաստան ու որոշում են, թե մենք որտեղ ինչ էլեկտրացիոն պետք է դնենք, ինչպես պետք է կառուցենք, եւ դրանից հետո Ալիևը հայտարարում է, որ իրենք պատրաստ են օգնել, որպեսզի Հայաստանը հաղթարի ապագայում սպասվելիք էներգետիկ ճգնաժամ, դա նշանակում է, որ սա իրենց ձեռքում է արդեն։ Կես քայլով իրենք մոտեցել են վերցնելու Հայաստանի էներգետիկ համակարգը։ Իսկ ատոմակայանի հետ կապված, նախ ատոմակայանի եւ մնացած այդ հանգույցների հետ կապված, մենք տեսել ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք մնացել են թղթի վրա։ Նոր ատոմակայանի կառուցումը, ես ասեցի, Իրան-Հայաստան երկաթգծի մասն էլ պետք է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի նախորդն էլ, այսինքն Սերժ Սարգսյանը իր նախընտրական ծրագրում հայտարարել էր, որ պետք է կառուցվի Իրան-Հայաստան երկաթգիծը, դա չի կառուցվել։ Հիմա իրենք գնում են կառուցելու թռիփ կոչվածը։ Իմիջիայլոց ասեն, որ մենք մարտական եղբայրություն միաբանությունը եւ ազգային հեղափոխություն կուսակցությունը ասել է, որ մենք առհասարակ այն ինչ որ ներկայացվել է թռիփ կոչվածը, դա նույն Զանգեզուրի միջանցքն է, մենք այդ մոդելին դեմ ենք։ Եվ ոչ թե դեմ ենք ուղղակի զուտ ուռա հայրենասիրության մակարդակով, որ սա այ ադրբեջանցիների հետ դրամարենք միայն դեմ։ Դա հարցերից մեկն է, որ մենք ունենք չլուծված հարցեր Ադրբեջանի հետ, բայց դա նաև մեր ազգային անվտանգության հարցն է։ Մենք այսօր տեսնում ենք, որ աշխարհը վերաձևման է գնում։ Մենք տեսնում ենք մեր հարևան Իրանը պատերազմի մեջ է ԱՄՆ եւ Իսրայելի հետ։ Մենք տեսնում ենք, որ Իրանը հարվածում է բոլոր այն ռազմավարական օբյեկտներին, որոնք որ տարածաշրջանը, որոնք որ պատկանում են ԱՄՆ-ին։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ 4000 կիլոմետր հեռավորության վրա Իրանից ամերիկյան օբյեկտներին է հարվածում։ Հիմա մենք Իրանի քթի տակ, այսինքն մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա Իրանից ինչ տրամաբանությամբ ենք փորձում ռազմավարական կառույց կառուցել ու հանձնել դա ԱՄՆ-ին։ Կամ կարելի ասել ոչ թե ԱՄՆ-ին, իսկ իրականում մենք դա հանձնում ենք ԱՄՆ-ին, որը իր հերթին հանձնելու է իր դաշնակից պետությանը, որը որ տարածաշրջանում Թուրքիան է։ Այսինքն մենք կառուցում ենք միջանցք, որը երկարաժամկետում մերը չի լինելու է մեր թշնամիներին է։ Ու մենք փորձում ենք սպասարկել թուրքական շահը։ Սրա մասին իմիջիայլոց տարբեր քաղաքական գործիչներ այն ժամանակ առաջարկ են անում, որ գոնե եթե ինքը համարում է միջին միջանցքի, այսինքն Ասիան Եվրոպային կապող ճանապարհի մաս,
ոչ թե Զանգեզուրյան միջանցք, պետք է կառուցվեր Հայաստանի հյուսիսային մասով, որը որ 200 կիլոմետրով կարճ էր լինելու այս միջանցքից, որը որ կառուցվում է որպես Զանգեզուրյան միջանցք, որը որ սպասարկել է թուրք-ադրբեջանական շահը, այն պարագայում Հայաստանի Հանրապետությունով այդ ճանապարհն անցնում էր 300 կիլոմետր, այս պարագայում 40 կիլոմետր, 40-43 կիլոմետր, որտեղ որ մենք ստացած եկամուտների հաշվին հազիվ կարողանալու ենք սպասարկել այդ ճանապարհի ծախսերը։ Նա մանավանդ երբ որ մենք թերիպում ունենք շատ քիչ մասնաբաժին, հիմնական մասնաբաժինը ամերիկյան կազմակերպությանը։ Թե տնտեսապես, թե անվտանգության առումով սա մեծ ձեռնտու լուծում չէ։ Չհաշված, որ մենք Ադրբեջանի հետ ունենք բազմաթիվ չլուծված հարցեր։ Ունենք նախ Հայաստան-Ադրբեջան խնդիր, ունենք Բաքվում պահվող գերիներ, ունենք Արցախի հարց։ Ինձ համար զարմանալի է առհասարակ, որ բոլորի համար այդ Արցախի հարցը կարծես թե գոյություն չի ունեցել, բայց պետք է հիշեցնել, որ բոլորի կենսագրությունը սկսվում է Արցախով, այսինքն հանում ենք Արցախյան հարցը ու մեր այսօրվա քաղաքական դաշտի հիմնական դերակատարները դադարում են որպես քաղաքական դեմք լինելուց, այսինքն իրենց կենսագրության սկզբնական հատվածը դուրս է գալիս ու իրենք ով են առանց Արցախի։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բոլոր քաղաքական թիմերը, նույն Նիկոլ Փաշինյանը նույնիսկ, որովհետև ինքն էլ այդ թիմերի ծնունդ է։ Իրենք դադարում են գոյություն անել, բայց իրենք փակել են այդ հարցը, որը որ ասեմ լեգիտիմ հարց է, որը որ եղել է աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում, իրենք ստեղծել են ԵԱԿ Միսկի խումբը, որտեղ որ էտացիանում քննարկվել է այս հարցը, ու իրենք ընդունել են, որ գոյություն ունի որպես սուբյեկտ Արցախը։ Իսկ այսօր բոլորը մեկ մարդու պես լռել են ու պատասխանել չունեն։ Ինձ շատ հետաքրքիր կլիներ օրինակ իրենց հետ դեմ արդեմ կամ իրենց թիմերից որևէ ներկայացուցիչ հետ նստել բանավիճել այս հարցի շուրջ, ինչու են իրենք լռում, որովհետև օրինակ մեր համար այդ հարցը փակ չի, ինչպես կարող են այդ հարցը փակել, ինչ են պատասխան տալու ինձ կամ իմ նման մարդկանց կամ այն մարդկանց ծնողների ընտանիքի անդամներին, ովքեր որ հանուն Արցախի իրենց կյանքը տվել են, կամ տարիներ շարունակ գտնվել են ծառայության մեջ, իրենց առողջությունն են կորցրել, իրենց տարիներն են կորցրել, այդ մարդիկ մեծ նվիրումով են գնացել այդ ամեն ինչը իրականացնել, որ իրենք պաշտպանում են իրենց հայրենիքը, իրենց հայրենիքին են իրենց ծառայությունը մատուցում։ Հիմա այս մարդիկ կանգնում ասում են այդ հարցը փակ է։ Անցնենք հաջորդ հարցին։ Թշնամական խոսույթի եւ պահանջների բավարարման ներուղված Փաշինյանի հայտարարությունը, թե Արցվաշենը մերն է, իսկ Քյարքին ոչ, այսինքն արդեն հրաժարվում է Տիգրանաշենից։ Նա ասում է, որ այս հարցի մասին ոչ ոք չի խոսում, բայց այն հարց է, որը պետք է լուծվի։ Տպավորություն է, որ նա ավելի շահագրգռված է հանձնել Տիգրանաշենը, քան Ադրբեջանը։ Տիգրանաշենը դա միջպետական կարևորագույն նշանակություն ունեցող ճանապարհային հատված է, այն մեր տարածքն է եւ նրա հանձնումը կարող է խոչընդոտել կապը Հայաստանի հարավի հետ։ Կարող է այս խոսույթը ճակատագրական զայրույթ առաջացնել հասարակության շրջանակներում եւ մարդկանց դուրս բերել փողոց։ Իհարկե կարող է, նախ պետք է հիշեցնեմ, որ 23-24 թվականներին մարտական եղբայրության միաբանությունը, երբ որ ռազմամարզական պարապմունքներ էր անցկացնում, այսինքն պատվիրակել է ռազմամարզական կազմակերպություններից մեկին, որպեսզի անցկացնեն այդ մարզումները նոյեմբերանի շրջանում, ոսկեպարում, Բաղանիսում, հենց սրա համար ենք մենք իրականացնում այս ամեն ինչը, որովհետև նախատեսվում էր, որ այս տարածքները պետք է հանձնվեն այդ տարի, այդ ժամանակ պետք է հանձնվեն, բայց որոշակի փոփոխություններ եղան եւ իրենք ոչ թե այս տարածքներ, այլ տարածքներ սահմանազատման անվան տակ սկսեցին հանձնել Հայաստանի Հանրապետության իրենց ասած ինքնիշխան տարածքից, այսինքն այն հատվածները իրենք հանձնեցին, իրենք սա նաեւ փորձ արեցին, ստուգեցին հասարակության ներվը ու հասկացան, որ հասարակությունը դրան պատրաստ չէր։ Ինչքան էլ որ իրենք փորձեն տեղի գյուղացիներին դրամական միջոցներով շահագրգռել, որպեսզի մարդիկ հանձնեն իրենց տները ու դուրս գան, այդ տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության տարածքներ, նույն իրենց Ալմատի հռչակագրով, որովհետև ինչ է ասում Ալմատի հռչակագիրը, ասում է, որ
խորհրդային միության փլուզման պահին պետությունները անկախում են ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը համաձայն խորհրդային միության վարչատարածքային բաժանման այն հատվածները օրինակ ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի հատվածներում այդ տարածքները, որոնք որ հանձնվեցին, սա համարվում էր Հայաստանի Հանրապետության վարչատարածքային մաս, խորհրդային Հայաստանի։ Իրենք սա վերցրեցին ու նվիրեցին, բայց ոչ թե ուղղակի նվիրեցին, այն սկզբում գնացին տեղի գյուղեր, կարծես թե այդ տարածքները միայն տեղի գյուղացիներինն էր ու սկսեցին ահաբեկել գյուղացիներին, փակ, առանց լրատվականների, միայն իրենց տեսախցիկներով իրենք հայտարարեցին, նաև խոսակցություններ են եղել, որոնք որ առհասարակ առանց տեսախցիկներ են եղել, բայց մեզ տեղի գյուղացիներն ասել են, թե ինչ է տեղի ունեցել, որ այ պետք է հանձնենք այս տարածքները, այլապես մի շաբաթ հետո Ադրբեջանը կհարձակվի մեր վրա։ Սա միջալյուց քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով է անցնում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ուժով կամ ուժի սպառնալիքով խախտելը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։ Իրենք սա ուժի սպառնալիքով վերցրել են ու հանձնել Ադրբեջանին։ Բայց իրենք ցանկանում են նաև շարունակել այս դավաճանական գործընթացը, ցանկանում են, որպեսզի թշնամին գա մեր թիկունքում նստի։ Հիմա բոլորի ուշադրությունը իմիջիայլոց Տիգրան վրա է, բայց ասեմ, որ օրինակ ոչ պակաս կարևոր է ու ավելի մեծ վտանգ է ներկայացնում մեզ համար վերին ոսկեպարը, որպեսզի մեր հայրենակիցները պատկերացնեն, թե ինչ է նշանակում վերին ոսկեպարի տարածքը մեզ համար։ Սա գտնվում է ոսկեպար գյուղի թիկունքում, այսինքն մեր խորքում, որից հետո անտառապատ տարածք է ամբողջությամբ եւ հասնում է մինչև Դիլիջան, Վանաձոր, այսինքն այդ ընթացքում որևիցե խոչընդոտ չկա։ Պետք է մեր հայրենակիցները պատկերացնեն, որ երբ որ Ադրբեջանը վերցրեց օրինակ վերին ոսկեպարը, ինքը ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցնելու ողջ Լորվա մարզը եւ Տաբուշի մարզը։ Մենք այլևս չենք կարողանալու իրականացնել մեր այդ տարածքների անվտանգությունը։ Վերին ոսկեպարից մինչև Վանաձոր, մինչև Դիլիջան որևիցե խոչընդոտ չկա ու բնական մեզ համար արգելքներ են առաջանում անտառի պատճառով։ Այս բան եթե սարերով է իրարից բաժանվում, զորերով է իրարից բաժանում տարածքը, այդտեղ արդեն բնական բաժանում չկա, իրենք գալու են տվյալ տարածքում ստեղծեն ռազմաբազա ու անցնում են խորքերը։ Ինչ անում Փաշինյանը, նախ փորձում է հայկական տեղանունները անվանակոչել ադրբեջանական տարբերակներով։ Մենք գիտենք, որ ադրբեջանցիները Հայաստանի բոլոր տարածքներին տվել են իրենց ադրբեջանական անվանումները։ Այսինքն ցանկացած օր մենք կարող ենք արտանալ եւ տեսնել, որ օրինակ Երևանին Երևան են ասում, Փաշինյանն էլ կրկնում, Երևան է սկսում ասել, կամ այլ վայրերին այլ թուրքական անվանումներ է տալիս ու ասում է դե սա մերը չի, սա Ադրբեջանինն է։ Սա էլ է դավաճանական քայլ։ Այսինքն սա այլևս նույնիսկ Արցախի հարցը չի։ Երբ որ մեզ տարիներ շարունակ մեր ավակ սերունդը ներկայացնում էր, որ Արցախը հանձնելով մենք կորցնել ենք նաև Հայաստանը, որովհետև Արցախն է Հայաստանի ողնաշարը։ Հենց սրա մասին էլ մեզ փորձում իրազեկել։ Երբ որ ասում են հանձնենք, լավ կապրենք, Արցախը մեզ համար բեռ է, պարզվեց, որ Արցախը մեր համար մեկ պաշտպանն էր։ Մեր ողնաշարն էր։ Հիմա փորձում են կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը։ Մեզ ասում են Արցախը տանք հանգիստ ապրենք։ Հիմա տվել ենք Արցախը, նախ չեն ասում Արցախը տանք, ասում են 5 շրջան տանք հանգիստ կապրենք։ 5+2 են ասում, 5 էին ասում։ Հիմա ամբողջ Արցախն ենք հանձնել, բացի այդ 7 շրջանից։ Հանձնել ենք Հայաստանի Հանրապետությունից բազմաթիվ տարածքներ, բազմաթիվը ես ասեմ, որ Երևանից մեծ տարածք ենք հանձնել արդեն։ Շատերը չեն պատկերացնում, թե ինչի մասն է, ինչքան հող ենք մենք հանձնել այս պայն Ադրբեջան Հայաստանի Հանրապետությունից, բայց Երևանից ավելի մեծ տարածք։ Ու հիմա փորձում ենք շարունակել այդ հանձնման process-ները։ Հաջորդ պահը, երբ որ իրենք Տիգրանաշենցյան խոսում, Տիգրանաշենին քյարք են անվանում, շատերը միգուցե չեն պատկերացնում, թե սա ինչ տարածք է,
ինչ նշանակության ու ինչի է սա հայկական, ոչ թե ադրբեջանական։ Այն մարդիկ, ովքեր երբևիցե գնացել են այդ տարածքով, պետք է հասկանան, որ տեսնեն թե քարտեզով, թե հողի վրա իրենց աչքով տեսնեն, որ այդ տարածքները որևիցե կապ չունեն իրենց նշած տարածքների հետ, այսինքն նույնիսկ եթե մի պահ մտածենք, որ Նախիջևանը իրենցն է, օրինակ, բայց դա Նախիջևանի տարածքի մաս չի կազմում։ Ասեմ ավելին, մեր մոտ օրինակ շատ է խոսակցությունները, որ 30-ականներին Իրանը տարածքներ է հանձնել, որպեսզի Թուրքիան եւ Նախիջևանը ունենան ընդհանուր սահման։ Այնինչ այդտեղ են մեզ խաբում։ Սովետական Հայաստանից, Երևանի հատվածից, Երևանի մարզի հատվածից վերցրել են տարածքներ, տվել են ադրբեջանական կողմին, որպեսզի Նախիջևանի հետ ընդհանուր սահմանը, որովհետև երբ որ քարտեզով նայում եք Նախիջևանի եւ Թուրքիայի միացման հատվածում, դրանք աշխարհագրորեն այլ տեղանքի մեջ են մտնում, դրանք Երևանի մարզի մեջ են մտնում, ոչ թե Նախիջևանի։ Սա էլ է մերոնք տվել ժամանակին։ Սրա մասին ուղղակի միֆական ինչ-որ բան կա, իբր թե պարսիկներն են տվել գումարի դիմաց, բայց սա էլ է միֆ, սա էլ է կեղծ թեզ։ Հիմա իրենք սա փորձում են լեգիտիմացնել, Ադրբեջանի անունից են սկսում արդեն խոսել, կարծես թե Ադրբեջանի փաստաբաններն են այստեղ նստած ու ավելի շահագրգռված են, քան Ալիևը, իրենք են ի սկզբանե ասում։ Այդ հայտնի անեկդոտ կա, ասում է գնացին կռիվ անելու, ասում է լավ, ասում է ես ինձ դրսևորեցի, ասում է ես տվի, ես ընկա, ինքը տվեց, ես ընկա, վերջում էլ ասում է ինքը փախավ, ես էլ իրա դեմից։ Մեր մոտ էս վիճակն է, գալիս են պարտությունները նենց են ներկայացնում, իբր մեծ հաղթանակներ են ձեռք բերել։ Հայաստանի Հանրապետությունը մաս-մաս հանձնում են Ադրբեջանին, փորձում են ապահովել Ալիևի պահանջները ու ասում են, թե սա մեր համար ձեռքբերումներ ու ասում են, իմ միջից հարցը պետք է լուծվի։ Մենք նախկինում հիշում ենք, չէ՞, ասում էր, որ Արցախի հարցը օրինակ պետք է լուծվի։ Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար շահավետ տարբերակով։ Մենք տեսանք, որ այդ հարցը լուծվեց միայն Ադրբեջանի ժողովրդի համար շահավետ տարբերակով։ Հիմա էլ ասում է, այս սահմանազատման process-ը պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար շահավետ տարբերակով, բայց մենք տեսնում ենք, որ ելի լուծվում է միայն Ադրբեջանի ժողովրդի, միգուցե նաեւ միայն Ադրբեջանի ղեկավարության սրտով։ Ես չգիտեմ Ադրբեջանի ժողովուրդը դա պահանջում է թե չի պահանջում, որովհետեւ իրենք Արցախը վերցնելուց հետո բազմաթիվ տվյալներ կան, որ անակնկալի են եկել, որ իրենց կյանքը նույնպես չի լավացել, իրենց ասում էին, որ Արցախը վերցնենք, լավ կապրենք, հիմա վերցրել են, լավ չեն ապրում, դեռ մի բան ավելի վատ են ապրում, այնտեղ էլ խնդիրներ կան, որը որ օրինակ մեր իշխանությունները չեն օգտագործում, չեն փորձում պայքարել Ադրբեջանի ներսում process-ներ սկսելու համար։ Եվս մի ցավալի լուր ստացանք ՊՆ-ից։ Ճամբարակում Զորամասից դուրս ճանապարհով ուշ երեկոյան վազող տղաներին վրայերթի էր ենթարկել իր կենցաղային խնդիրներով իր անսարք բեռնատարով ընթացող սպան։ 19-ամյա ժամկետային նորակոչիկը Սուրեն Վարդանյանը մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են հոսպիտալ։ ՊՆ-ի հաղորդմամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հերթական տարօրինակ դրվագը, որը ավարտվեց ողբերգությամբ։ Ինչու էին տղաները վազում Զորամասից դուրս, կամ դա ինչ պատժի տեսակ է։ Այս անգամ էլ հո չեն կարող ասել, որ դիրքում քնելը զինակից ընկերների կյանքը վտանգելով նրանք էլ նվաստացրել են։ Այստեղ ակնհայտ կամայականություն կա։ Նախ ասեմ, որ առհասարակ այդ վազելու հետ կապված շատ դեպքերում, շատ զորամասերում միշտ զորամասում, քանի որ բավականաչափ տեղեր չեն լինում, զորքը դուրս է գալիս, զորամասից դուրս է վազում։ Ես ինքս ծառայել եմ Հադրութում, այնտեղ մենք դուրս ենք գալիս զորամասից դուրս, մի քանի անգամ վազում ենք, վազում ենք զորամասում, հետո դուրս ենք գալիս 3 կիլոմետրանոց վազք ենք իրականացնում, հետ ենք վերադառնում։ Սա ծառայության նորմալ process է, թող մեր հայրենակիցները շատ չզարմանան, որտեղ որ զորամասեր կան, այդ տեղի մարդիկ տեղյակ են, որ զորքը դուրս է գալիս, ինչ որ ժամերի վազում է։ Ինչու են երեկոյան ժամի վազել, նման դեպքեր են լինում քննական process-ներից առաջ, նաև զորքը դուրս է գալիս, երեկոյան է վազում, որպեսզի պատրաստվի քննություններին։ Սա վատ բանի մասին չի խոսում։ Վատ բանի մասին է խոսում, որ սա իրականացում է ոչ հսկողությամբ, այսինքն երբ որ զորքը զորամասից դուրս էր գալիս, մի քանի ուղեկցող մեքենաներ ճանապարհը ազատում էին, հսկողություն են իրականացնում ճանապարհին եւ թույլ չէին տալիս, որ այդ ճանապարհը
ճանապարհով այդ պահին երթևեկություն իրականացվի, այսինքն քանի դեռ զորքը վազում է, այդ ճանապարհը պետք է լինի փակ, որպեսզի քաղաքացիական մեքենաները կամ այլ անձինք, չգիտեմ, զորքին մեկուսացնում էին տվյալ տարածքում բնակվող քաղաքացիներից ու մեքենաներից։ Սա նորմալ process է եղել, այսինքն այնպես ինչպես օրինակ կառավարական մեքենաները, երբ որ շարասյունը գնում է կան, չէ, բարեկային ծառայությունը իրականացնում իր ծառայությունը, ճանապարհը փակում է, խնդրում է որպեսզի աչքաշեն, նույնպես դեպ զորքի պարագայում է։ Սա անընդհատ իրականացրել են նորմալ ծառայության պարագայում։ Շտապօգնության մեքենան է զորամասի ուղեկցել, որ եթե խնդիր լինի, չգիտեմ, վատացող զինվոր լինի կամ ինչ-որ վնասվածք ստանա, մեխանիկական վնասված կարող է ստանալ պարապմունքների ընթացքում, վազելու ընթացքում, կարողանան արագ հոսպիտալացնել, նաև մնացած մեքենաները փորձել են ճանապարհը փակել, որպեսզի զորքը իրականացնի իր պարապմունքները։ Այսինքն այն հատվածը, որ ինչու են իրենց երեկոյան ժամի հանել վազելու, այդ վատ բանի մասին չի խոսում, այսինքն մենք հակված չենք անընդհատ ներկայացնել, որ ամեն ինչ սխալ է, ամեն ինչ թարս է, այսինքն սա նորմալ ծառայության process է, այն որ չի իրականացվում վերահսկողություն, այսինքն հետևի ցավ ոտքով են անում ամեն ինչ, այսինքն շպրտելով ու վատ ձևով են կազմակերպում, սա փաստ է։ Մենք տեսանք, որ պաշտպանության նախարարը գնացել էր սուրճ խմելու, կոլաներ էին դրել, զորքին փորձում էին իբր թե ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է, իրենք Facebook-յան մակարդակով բանակ են փորձում կառավարել։ Ես տեսա նաև այս օրերին օրինակ Դանիել Իոնիսյանը մի տղայի գրառում էր կիսվել, որը ներկայացնում էր, թե ինչքան վատ է եղել ծառայությունը 2015 թվականին Հադրութում, որ իրենք հասանելիքը չէին տալիս, իրենք ամիսներով չեն իջել դիրքերից, հետախուզական դասակի կազմում էին ծառայություն իրականացրել։ Ես նաև հանրային կերպով գրառում կատարեցի, որ այո, բանակում եղել են խնդիրներ միշտ եւ լինելու են միշտ։ Չկան իդեալական բանակներ, նույնիսկ աշխարհի լավագույն բանակներում միշտ կան խնդիրներ, միշտ կան միջանձնային հարաբերություններում խնդիրներ, միշտ կան սպայակազմի հետ կապված խնդիրներ, զինվորների հետ կապված։ Իմիջիալ շատերին թվում է, որ զինվորները դրանք հրեշտակներ են, սպաներն էլ հրեշներ։ Ասեմ, որ ոչ, սխալվում եք։ Զինվորները նույնպես շատ դեպքերում կարող են վերածվել հրեշների, երբ որ իրենք սկսում են կազմակերպված գործել ընդդեմ սպայակազմի, ընդդեմ բանակի։ Նաև զինվորներից է լիքը դեպքերում հակառակ process-ներ առաջանում, բայց այս ամեն ինչի համար կա գլխավոր շտաբը, որն ունի իր ենթակայության տակ թե հոգեբանների խումբ, թե ախտագծող տեղակալների անձնակազմի հետ տարվող աշխատանքների, նույն զամպալիտների ինստիտուտը գոյություն ունի, որը որ պարտավոր է այս հարցերին լուծումներ տալ անընդհատ, ոչ թե մի անգամ լուծում տալ ու հետո մտածել, որ ամեն ինչ իդեալական է գնում։ Այս հարցերին իրենք չեն անդրադառնում։ Իրենք դա նորմալ չեն կազմակերպում, իրենց թվում է, թե նորմալ գնումներ կատարել, այսինքն մի բաժին է իր պարտականությունը իրականացնում է, գնումներ են իրականացնում ու վերջ։ Ծառայությունը իդեալական է դառնում։ Նման կերպ չեն կարող ծառայություն կազմակերպել։ Նույնիսկ հնարավոր է, որ զորամասը, օրինակ, մարտական պատրաստության գծով, ֆիզիկական պատրաստության գծով ինքը փայլի, բայց միջանձնային հարաբերություններում օրինակ բազմաթիվ խնդիրներ են, նշանակում է, որ օղակներից մեկը թերանում է իր աշխատանքներում։ Հիմա մենք հասկանում ենք, որ այս ամեն ինչի հետ կապված անվտանգության կանոնները եւ այդ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով այդ բլոկը բանակում բացարձակ չի գործում։ Սա իրենք էլ են հասկանում։ Իրենք ինչու չեն սրա դեմը փորձում առնել, շղթայական նման հետևանքների արդյունքում կարող ենք հանգել մի եզրակացության, որ սա դիտավորություն է, որպեսզի բանակը դառնա վատ տեղ, որպեսզի մարդիկ փորձեն խուսափել ծառայությունից, որ վերջում իրենք կանգնեն ասեն, դե մեր բանակի թիվը նվազել է, մենք չենք կարող դիմադրություն ցույց տալ Ադրբեջանին, հետևաբար պետք է ենթարկվել ադրբեջանական պահանջներին։ Այն ինչը որ իրենք անում են, այսինքն սա եթե առանձին բլոկով դիտարկենք, միգուցե փորձենք սրա հետ կապված լուծումներ գտնել, բայց սա ընդհանուր քաղաքականության մի մաս է, որը որ տրամաբանական շարունակությունն է իրենց մնացած քայլերի։ Մենք տեսնում ենք, որ բանակին վարկաբեկելը, բանակին իջացնելը հասարակության աչքում, սա հետևողական գործողություն է ու իրենք այս տեմպը շարունակում են։
Ինչը որ օրինակ մեր իշխանության լինելու պարագայում չէր լինի, հակառակը կլիներ, որովհետև առաջին հերթին բարոյահոգեբանական վիճակն է զինվորի կարևոր, անվտանգությունն է կարևոր, նոր մնացած հարցերն են գալի, այսինքն ֆիզիկական պատրաստություն, մարտավարական պատրաստություն, եթե դու այն առաջի երկուսը չես իրականացնում, չես կարող ավելի ուժեղ բանակ կառուցել։ Անցնելով հաջորդ հարցին տեղեկացնենք, որ Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմունքներով։ Նշենք, որ նրա նկատմամբ ցուցմունք էին տվել 2 արդեն կարգալույծ տիրադավությունն ընդունած հոգևորականներ։ Մասիս ջան, ինչ ես կարծում, կպայթեն նոր քրեական գործեր Ծառուկյանի բիզնեսների, Արեգնազ Մանուկյանի իբր տեղեկատվություն տարածելու եւ այլ հնչեղ վերնագրերով, որովհետեւ փաստաբանները բավականին հիմնավոր փաստարկներ են ներկայացրել, որ բոլոր մեղադրանքները փուչ են։ Փաշինյանը միթե ինչ-որ զայրացկոտ արդարամիտ դիմակներ է փորձարկում, թե այս բոլոր դավադրությունները իրականում այլ խնդիրներ թաքցնելու համար են։ Մենք մշտապես ասել ենք, որ եկեղեցու հետ կապված այս խնդիրները, որը այսօրվա իշխանությունը առաջացնում է, միտում չունի եկեղեցուն որոշ բարեփոխումներ իրականացնելու, հակառակ այս ամեն ինչը աղմուկ բարձրացնելու եւ եկեղեցուն հեղինակազերկելու միտում ունի։ Այսինքն իրենք ցանկանում են ոչ թե որոշակի հարցեր կարգավորել, խնդիրները վերհանել, այլ առհասարակ եկեղեցու անվան հետ կապել ամենակեղտոտ պատմությունները, հետագայում միգուցե հերքելով, բայց ինֆորմացիոն պատերազմներում առաջին գնացած ինֆորմացիան մնում է մարդկանց յետագիտակցության մեջ, այնպես օրինակ ինչպես մեր անունը տալու շատերը մտածում են, որ Նորքում նռնակ գցողները մենք ենք եղել, չնայած որ ներքին գործերի նախարարությունը դա հերքել է, սկզբից իրենք հայտարարել են, հետո հերքել են, բայց մարդկանց մոտ մինչև հիմա տպավորությունն է, որ Նորքի հետ ոստիկանությունը մենք ենք նռնակ գցել, այնինչ մենք դա բացարձակ կապ չունենք, ուղղակի մի հատ վատ ինֆորմացիա գցում են, հետո հերքում են, չի անցնում էլ։ Հիմա կանք այդ աշխատավարձները, նախ տեղեկացնենք, որ այդ աշխատավարձները հաշվապահին կալանավորել էին, քրեական հետապնդման է ենթարկել, որ չի տվել քահանաների աշխատավարձը, հետո հաշիվների հետ կապված հարցումներ անցկացրել, դա պետք է իրականացնել մինչև կալանքի որոշում տալը, քրեական հետապնդում սկսելը։ Պետք է հարցում իրականացնեն, հասկանային արդյոք դա իրականության պատասխանում է, թե սուտ ցուցմունք է։ Իմիջիայլոց ասեմ, որ սուտ ցուցմունքի համար քայլորեն պետք է պատժվեն ցուցմունք տողները, որովհետև հարցաքննությունների ժամանակ քննիչները տեղեկացնում են, որ ձեր տվյալ ցուցմունքը եթե կեղծ է, դուք սրա համար կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության։ Հիմա մենք պետք է սպասենք, այդ քահանաներին ենթարկելու են քրեական պատասխանատվության։ Ենթարկելու են առհասարակ որևիցե տիպի պատժի, թե չեն ենթարկելու, թե ուղղակի սա հերթական խայսներ։ Իսկ ես վստահ եմ, որ սա ուղղակի պատվերով է եղել, հենց իշխանությունների կողմից է եղել, միգուցե իշխանությունների կողմից շանտաժի արդյունքում է եղել, որ այդ այսպես կոչված տիրադավները, այդ քահանաները իրենց վրա միգուցե կամպրոմատներ կան իշխանության կողմից ու ճնշման արդյունքում են իրենք նման բաներ ան, որովհետև մենք տեսել ենք այդ մարդիկ սկզբում պաշտպանում էին վեհապարին, հետո միանգամից փոխվեցին, մենք չենք հասկանում, թե ինչի արդյունքում, ինչ տեղի ունեցավ, ինչպիսի ճնշումներ են գործադրել այդ մարդկանց վրա, բայց այս վարույթը առհասարակ փուշ դուրս եկավ։ Սա զուգահեռ տանել Ծառուկյանի հետապնդման հետ, կարծում եմ այդքան էլ տեղին չէ, որովհետև օրինակ ինձ համար թվում է, թե Ծառուկյանին լրիվ այլ դեպք է։ Թվում է, թե ընդհանուր սովուսով տալիս են իբր անձնական վրեժխնդրության արդյունք է, այսինքն Ծառուկյանը ինչ-որ բան է ասել, որին պատասխանել է Փաշինյանը։ Մենք հիշում ենք, որ ասում էին այսպես կոչված օդում կախված լուրերը, որ օրինակ Ծառուկյանի մուլտիվելնեսում ինչ-որ բաներ են տեղի ունեցել Փաշինյանի աղջկա հետ եւ նկարահանումներ կան եւ դրանով շանտաժ են անում իբր, բայց սա դեղին մամուլում է շրջանառվել, որևիցե պաշտոնական բան տեղ չի գտել, բայց խոսույթում կար այդ ամեն ինչը եւ Փաշինյանն էլ հիմա վրեժխնդիր է լինում, նրա աղջկան է փորձում հեղինակազերկել ու մտել են մեկը մեկի ընտանիք նման բաներ, բայց իրականությունը, երբ որ մենք բիզնես շարժն ենք փորձում նկատել, թե ինչ է տեղի ունենում, սա լրիվ այլ է։ Մենք տեսնում ենք, որ սա մութ պատմություններ են առաջ գալիս, օրինակ
բիզնեսմեն Սոկոլովը, ում հանձնարարել է որպեսզի թռիպի հետ կապված գումարները կառավարի, միանգամից նաև տալիս են թեղուտի հանքի շահագործման իրավունքը եւ Ստեփանավանում նոր ոսկու հանքի բացման հետ կապված թույլտվություն են տալիս։ Ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը նույնպես Ստեփանավանի կողմեր ուներ ոսկու հանք, որը չէր շահագործվում։ Հիմա որքանով են սրանք իրար փոխկապակցված, այսինքն որքանով է այդ հայկական կապիտալը առհասարակ դուրս մղվում հայկական բիզնես տարածքից եւ հող է նախապատրաստում դրսի մարդկանց բերել Հայաստան ու Հայաստանը հանձնել այդ մարդկանց կառավարման, տեղյակ չեմ։ Բայց մեր բիզնես տարածքում որոշակի շարժեր են տեղի ունենում։ Նույնը այս հեցի պատմություններ։ Հեցը իրենք ինչքան որ պնդում են դա ռուսական կապիտալ, իրականում դա հայ մարդու կապիտալ է եղել։ Մեզ լսողները երևի գիտեն մենք ինչ վերաբերմունք ունենք ուժեղ Հայաստան քաղաքական միավորի նկատմամբ, բայց հեցի հետ կապված, երբ որ երկուստեք թե ուժեղ Հայաստանի առաջնորդը Սամվել Կարապետյանը, թե Փաշինյանը նույն դիրքորոշում են հայտնում ու իրենք պատրաստ են սա հանձնել Ադրբեջանին, չգիտեմ ադրբեջանցի էներգետիկայի մասնագետներին, որպեսզի նրանք կառավարեն, այստեղ հարց է առաջում Հայաստանը այլ հանձնելը ինչպես է լինում։ Սահմաններից հանձնում են, ներսում կապիտալը հանձնում են, դուրս է գալիս պետությունը մենք հանձնում ենք այլոց։ Դրսի ուժերին ենք հանձնում մեր պետության կառավարումը, թե բիզնեսի, թե տարածքի առումով։ Մենք այս տեմպերով շատ շուտով կդադարենք պետություն լինելուց։ Դրա համար ենք ասում, որ հարկավոր է հարթակը ստեղծել։ Սեպտեմբերից մենք սկսելու ենք ակտիվ process։ Բոլոր այն քաղաքական, հասարակական ակտիվ ուժերը, միավորները, ովքեր որ համաձայն չեն Հայաստանի ադրբեջանացման կամ Հայաստանի Հանրապետության առհասարակ լուծարման հետ, կարող են կապվել մեզ հետ։ Մենք չենք ասում, որ սա մեր հարթակն է, մենք չենք ասում, որ սա մեր մենաշնորհն է, հակառակ ասում ենք, որ գոյություն ունի հայկական քաղաքական խրամատ։ Խրամատի այն կողմում գտնվում են Հայաստանի Հանրապետության անկախության եւ ազգային անվտանգության դեմ պայքարողներ, իսկ այս կողմում մենք ենք հայերով, Հայաստանի Հանրապետության շահ սպասարկողներով։ Մենք պետք է մեր քաղաքական տարաձայնությունները դնենք մի կողմ, որովհետև շատերս տարբեր կերպ ենք պատկերացնում այդ Հայաստանի Հանրապետության ապագան։ Բայց մի բան ես գտնում եմ, որ բոլորիս մոտ նույնն է։ Մենք բոլորս ուզում ենք ունենանք Հայաստանի Հանրապետություն, անկախ պետություն։ Ու երբ որ մենք ունենանք, մենք հետագայում կորոշենք հայկական քաղաքական ուժերով, թե ինչպիսի քաղաքական ուժ պետք է ընդհանրեն կառավարի Հայաստանը, ինչպիսի քաղաքական ուժի իր ձայնը, իր վստահությունը կտա հայ ընտրողը։ Բայց մինչ այդ պետք է ունենանք այդ պետությունը։ Դրա համար պետք է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել քաղաքական դաշտում։ Մարդիկ կամ գտնվում են Նիկոլ Փաշինյանի կողքը ու այդ խրամատում, կամ գտնում են մեր խրամատում։ Մերը հայկական խրամատն է, իրենցը հակահայկական։ Դրա համար կարող եք միանալ, զանգել, կապվել ու մենք միասին կորոշենք թե հարթակը ինչ սկզբունքներ է ունենալու, ինչպես է գործելու։ Սպասում ենք ձեզ։ Լավ մնացեք։